Հայաստանի Հանրապետության անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն այս տարվա մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից ուշագրավ բացահայտում արեց, հայտնելով, որ իր ձեռքին կան փաստաթղթեր, համաձայն որոնց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերությունից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը գնել է ոսկե համրիչ (թզբե)։ Պատգամավորը հանրայնացրեց, որ համաձայն իր մոտ եղած փաստաթղթերի, որոնք ազգային ժողովը թաքցնում է, համրիչը գնվել է 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամով պետական բյուջեի միջոցներից։ 47 դիզայն ՍՊԸ-ն, որի տնօրենը պարոն Սիմոնյան, ձեր ընկերն է Արսեն Մելիքսեթյանը, ազգային ժողովին պարբերաբար մատակարարում է 2023 թվականից սկսած տարբեր իրեր, արձանիկներ եւ այլն, հուշամեդալներ, 25-ին ունեք պայմանագիր, 24-ին ունեք հուշամեդալների պայմանագիր, եւ նաեւ ես տեսա, որ 2023-ին այս ընկերությունից գնվել է ոսկե համրիչ, թզբե, մեր ժողովրդական լեզվով ասած։ Ու էլի չկա անհրաժեշտությունը դրա, այդ համրիչը ում է նվիրվել եւ այդ ոսկե համրիչի համար պետբյուջեից վճարվել է 2 միլիոն 200 հազար դրամ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ սա բացահայտվի, թե ում է նվիրվել եւ արդյոք ինչքանով էր նպատակահարմար Հայաստանի ազգային ժողովի անունից որևէ մեկին թզբե նվիրելը։ Ում համար ինչ անհրաժեշտությունից ելնելով պատգամավորի հարցերը մնացին անպատասխան։ Ամեն ինչի մասին խոսող Ալեն Սիմոնյանը լռում է այս մասին։ Երեք ժողովուրդ օրաթերթի լրագրողն անձամբ Ալեն Սիմոնյանից փորձեց հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել եւ ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին։ Ազգային ժողովի նախագահը արդարացավ։ Կասեք ոսկե թզբեխը ում համար էի կարել, անկեղծ։ Կասեմ, բայց ոչ եթերով, եթե կարելի է, որ այդ մարդուն չվիրավորեմ։ Ժողովուրդ օրաթերթի լրագրողը պահանջեց հրապարակային հաշվետվություն, թե հպարտ հարկատուների միջոցներից ում համար է գնել ոսկե համրիչը, ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել այդ գնումը։ Պետբյուջեից է դա գնվել, Ասեմ, բայց առանց եթերի, կրկին որ չվիրավորեմ, ինչ-որ մեկին նվիրել եմ։ Մինչդեռ մենք գաղտնի չհրապարակվող ոչինչ չէինք ուզում լսել ազգային ժողովի նախագահից, այլ պահանջում էինք հրապարակային պարզաբանում, թե ուր են մսխվել պետբյուջեի միջոցները, որի գնումը կազմակերպվել է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ եկել էր կոռուպցիան թալանը ստվերը վերացնելու, իրենք են թաթախվել այդ ամենում եւ ազգային ժողովի նախագահը հրաժարվում է հրապարակավ պարզաբանել, թե կոնկրետ ում համար է, ինչ անհրաժեշտությամբ է գնվել ոսկե համրիչը 2 միլիոն 200 հազար դրամով։